Միջազգային ամառային դպրոցները բավականին լայն տարածում ունեցող նախաձեռնություն են, որոնք նպատակ ունեն տարբեր երկրներից համախմբել երիտասարդների անկախ իրենց սոցիալ-տնտեսական կարգավիճակից, սեռային էթնիկ պատկանելությունից և կրթական բազիսից։ Բարի երեկո, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում Ազատանկյուն հաղորդաշարն է սկսում իր աշխատանքը։ Մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Արցախի պետական համալսարանի երիտասարդ դասախոսներ Ավետիք Հարությունյանի և Վահրամ Պողոսյանի։ Սիրով ողջունում եմ ձեզ, հարգելի հյուրեր։ Ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում և շատ լավ, որ արդեն Արցախն էլ մասնակցություն է ունենում նմանատիպ նախաձեռնությունների, միջազգային ամառային դպրոցի գաղափարը տասնամյակներ ձգող պատմություն ունի, սակայն պատերազմի անկախացումից հետո խնդիրներ եղան մի շարք, ինչպես գիտենք, պատերազմական տարիներ և այլն և այլն։ Ես կարծում եմ, որ դուք բավականին մեծ տպավորություններով եք վերադարձել այնտեղից, ուստի առաջարկում եմ նախքան ձեզ հետ հարցազրույց սկսելը, դիտենք այդ ամենից մի շարք կադրեր։ Խնդրեմ։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ Ազատանկյուն հաղորդաշարի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Արցախի պետական համալսարանի երիտասարդ դասախոսներ Ավետիք Հարությունյանին և Վահրամ Պողոսյանին։ Տեսանք կադրերը բավականին համոզիչ, տպավորիչ էին, հետաքրքիր է, թե մասնակցելու համար, ասենք, ձեզանից ինչ էր պահանջվում, ինչ-որ հայտ եք ներկայացնել կամ մրցույթային փուլ, ինչպես ստացվեց ձեր մասնակցությունը։ Նախ շնորհակալություն հրավերի համար, տեղեկանալով, որ Դոնեցկի ազգային համալսարանը կազմակերպում է նմանատիպ միջոցառում եւ մենք հետաքրքրված լինելով, ես ու Վահրամը հետաքրքրված լինելով նման միջոցառումների մասնակցությամբ, ուրեմն համապատասխան հայտը լրացրել ենք եւ ստանալով այդ ինչ-որ մրցութային փուլ կա, փուլը հաղթահարելով նաեւ հնարավորություն ենք ստացել մասնակցելու այդ ամառային դպրոցին։ Արցախից միայն դուք եք ցանկություն հայտնել։ Այո, Արցախից ես եւ Վահրամն ենք մասնակցել։ Միջոցառում ինքը 17-րդ միջազգային ամառային տնտեսագիտական դպրոց է, որտեղ քննարկում են տարաբնույթ հարցեր, ինչպես տնտեսագիտության, այնպես է հարակից գիտությունների, այդ շրջանակներում նաև իմ մասնագիտությամբ, իրավագիտությամբ էր հնարավոր մասնակցելը։ Իրոք տպավորիչ, այսպես ասած, միջոցառում էր, որտեղ որ մասնակցեցինք, դպրոցը, որին ես մասնակցել եմ, առաջինը եղել է քաղաքագիտության ոլորտին նվիրված, որտեղ ընդգրկված էին Ուկրաինայի եւ Ռուսաստանի առաջատար բուհերի հիմնականում մագիստրանտներն ու ասպիրանտները, եւ որոնց համար բավականին լավ, այսպես ասած, ներկայացուցչական կազմ էր ընտրվել, որպեսզի դասախոսություններ կարդային։ Իհարկե, ես որպես հայ մասնակից առաջին հերթին ներկայացրել եմ իմ աշխատությունը, նվիրված է եղել Հարավային Կովկասի, մասնավորապես մեր հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի քաղաքական կայունությանն էր նվիրված առաջին դասախոսությունը, որ կարդացել եմ այդ դպրոցներից կոնկրետ քաղաքագիտության դպրոցում եւ իսկ արդեն տնտեսագետների համար կազմակերպված դպրոցին կարդացել եմ Արցախի տնտեսության վերաբերյալ դասախոսություն, մասնավորապես տնտեսության զարգացման տեմպերի վերաբերյալ եւ տնտեսական գրավչության մասին։ Ասեմ, որ բավականին լավ է ընդունվել, դրա կարելի ասել լավագույն վկայությունը այն է, որ մենք ստացել ենք դրա համար բացի սերտիֆիկատներից նաև դիպլոմներ։ Արցախի տնտեսության զարգացման դինամիկան, ասենք նրանց որքանով է գոհացրել կամ հարցեր չծագեցին նրանց մոտ։
Հարցեր բազմաթիվ եղան, որտեվ նրանք հատկապես եւ ապագա քաղաքագետները եւ ինչու՞ չէ այլ տնտեսագետները բավականին հետաքրքրված են Կովկասյան տարածաշրջանով, այդ թվում նաեւ Ադրբեջանի եւ կողմից իրականացվող այդ շրջափակման քաղաքականությամբ եւ նրանց ռազմատենչ հայտարարություններով ու այդ ուղղությամբ բավականին հարցեր հնչեցին, հատկապես նրանց համար բավականին տպավորիչ էր տնտեսության զարգացման տեմպերը, որ այսպիսի իրավիճակում մենք կարողանում ենք բավականին լավ զարգացում ապահովել եւ ինչու՞ չէ նաեւ խոսվեց ապագա ներդրումների մասին, որ նրանց կողմից կարող է իրականացվել հատկապես զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում, ինչը իհարկե գովելի կլինի, բայց խնդիրը այլ բանի մեջ է, այստեղ մենք համար երևի թե ամենակարևոր հարցը, որ մենք մեր առաջ դրել էինք, դա այն էր, որ հնարավորինս ավելի մեծ լսարանի, հատկապես երիտասարդ լսարանի ծանոթացնել Ղարաբաղյան խնդիրը, Հանրապես ծանոթացնել Ղարաբաղի մասին, որովհետև սերնդափոխության հետ միասին նաև դրա անհրաժեշտությունը կա, քանի որ եթե սովետական, այսպես ասած, խորհրդային շրջանի սերունդը բավականին, այսպես ասած, ծանոթ է տարածաշրջանին, տարածաշրջանային խնդիրներին, նոր սերնդի հետ արդեն պետք է աշխատել եւ այն ձևաչափը, որը որ մենք ընտրել ենք, կարծում եմ ամենալավագույն տարբերակներից մեկն է, որովհետեւ բացի այն, որ դու ներկայացնում ես քո երկիրը, քո երկրի մասին նրանց տալիս ես տեղեկություն, նաեւ եւ իրենց մասին ես տեղեկություն ստանում եւ դրա հետ միասին ձեռք ենք բերում նաեւ ընկերական նոր հարաբերություններ եւ այդ հիմքի վրա կարելի է լինում շատ ավելի անմիջական, ավելի խորը տեղեկացնել քո երկրի մասին, քո ունեցած հնարավորությունների մասին, հետագայում նաև ինչու՞ չէ դա կարող է նրանց համար բավականին կողմնորոշիչ լինել։ Այ Ավետիք, դու որպես հրավիրված մասնագետ հանդես ես եկել ԼՂՀ սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները թեմայով։ Քո զեկույցն ինչպես ընդունվեց մասնակիցների կողմից։ Նմանատիպ միջոցառումներին ընդունված են, նրանց կողմից ընդունված են ոչ միայն տնտեսագիտական, այլև հարակից զեկույցներ, որպես այդպիսի հարակից զեկույց, ինչպես դուք նշեցիք, հանդես եմ եկել ԼՂՀ սահմանադրության արժեբանական առանձնահատկությունների թեմայով զեկույցով, որը իմ ատենախոսության թեմաներից մեկն է հանդիսանում, ու պետք է նշել, որ բացի այն, որ նրանց կողմից կարծում եմ նորմալ է ընդունվել, նաև հարցադրում է եղել թեմայի հետ կապված եւ ոչ միայն կոնկրետ թեմայի հետ կապված, այլև Արցախի հետ կապված, ու դրանից բացի պետք է նշել, որ հենց այդ միջոցառմանը մասնակցել են նաև Թուրքիայից 3 թուրքեր, որոնք ճիշտ այդ զեկույցներին ներկայ են գտնվել, սակայն որևէ արձագանք նրանց կողմից չի եղել, սակայն մեզնից նախորդ այդ մասնակիցների հավաստմամբ նմանատիպ միջոցառումների միշտ նրանք արձագանքում են մի քիչ ավելի սուր կտրվածքով, սակայն ելույթի ժամանակ բավականին նորմալ է ընդունվել դա, ու դրանից բացի ելույթը, քանի որ ինքը նոր գիտության հետ է կապված, նաև կա համագործակցության եզրեր, հետագայում նաև այդ ճյուղ զարգացնելու նպատակով համագործակցել այլ բուհերի համապատասխան մասնագետների հետ։ Ես ավելին ասեմ կապված թուրքական պատվիրակության հետ, նրանցից մեկը մոտեցավ մեզ այդ դպրոցի, պես ասած, օրերի ժամանակ եւ իր երկրի ժողովրդի անունից ներողություն խնդրեց հայոց ցեղասպանության մասով, իհարկե մեր կողմից բավականին այսպես ընդգծված ընդունվեց, ասացինք մենք մեզ համար ավելի ընդունելի կլինի, եթե այդ ներողությունը լիներ ավելի պաշտոնական իրենց պետության կողմից, բայց զուտ մարդկային առումով մեզ համար մենք հարգում ենք դա, ընդունում ենք։ Ճիշտ է, առանձնակի շփումներ չեղան, պետք է նշեմ, որ քաղաքագիտության դպրոցին, որին մասնակցել եմ, եղել են ադրբեջանցիներ, բայց Ուկրաինայում ապրող ադրբեջանցիներ, նրանց հետ եւ միջև ելույթը եւ ելույթից հետո եղել են տարբեր զրույցներ, մասնավորապես ելույթին նրանք առասարակ չեն արձագանքել, որովհետեւ մինչ այդ գուցե ազդել է իմ նախապատրաստական աշխատանքը, որ ես ներկայացնում եմ այն ինչ որ կա եւ առանձնապես դրանից բորբոքվել պետք չէ,
դուք եւս պետք է կարողանաք ժամանակի ընթացքում դա ընդունեք եւ իրենց անուններով կոչել։ Իրենց կողմից բավականին այսպես լոյալ ընդունվեց միգուցե, ավելին ասեմ, այնտեղ դպրոցին բացի դասախոսությունից հրավիրված էին բավականին ավելի բարձր կարգի մասնագետներ, մասնավորապես դիվանագետներ, ովքեր նաև ինչու՞ չէ աջակցել են այդ դպրոցի կազմակերպմանը եւ ուզում եմ նշել Ռուսաստանի դեսպանի խորհրդականի խոսքը, ով իմ մի հարցին հետեւյալը պատասխանեց, որ այսօր Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում զսպում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները եւ Ադրբեջանի իշխանությունների ռևանշիստական քաղաքականություն։ Այսինքն եւ կրկին ոչ մի արձագանք չեղավ ադրբեջանցիների կողմից, նրանք պարզապես լուր լսում էին այդ ամենը, բնականաբար իրենց համար նաեւ որոշակի, այսպես ասած, գնահատականներ տալով։ Եվ կարող ենք ասել, որ այդ դասընթացները ընթանում էին քննարկումներով, նորարարական գաղափարներով։ Իհարկե, այդ դասընթացները բավականին նաև ոչ ֆորմալ էին, ու ամենակարևորը այդ նպատակները, այն խնդիրները, որոնք որ ներառում էր ամառային դպրոցը, բավականին լայն էր ու արդիական, հատկապես բավականին բուրըն քննարկումներ էին ընթանում Մաքսային միության եւ ասոցիացիան պայմանագրին, այսպես ասած Եվրամիության ինտեգրվելու խնդիրներին, ու բնականաբար ուկրաինացիները, ինչպես որ արդեն տեսնում ենք, նրանք բավականին կողմ էին Եվրամիությանը, մյուս մասը Մաքսային միությանը եւ այս քննարկումների շրջանակում նաեւ փորձում էինք մեր տեսակետները համադրել, մեկ-մեկ նաեւ ինչու՞ չէ հակադրել, բայց բավականին առողջ քննարկումներ էին ընթանում եւ ամենակարևորը ես ինչ տեսա, որ Ուկրաինան պետական մակարդակով աշխատում է, որպեսզի իր երիտասարդությունը բավականին լավ տեղեկացված լինի ոչ միայն իր պետության, այլ նաեւ տարածաշրջանի, այլ նաեւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ եւ ամենատարբեր տարածաշրջանների մասին եւ գուցե նաեւ դրա գրավականներ հենց այն, որ մեր ելույթներից հետո մեզ առաջարկ եղավ որպես տարածաշրջանային փորձագետներ ամեն տարի մասնակցել ամառային դպրոցներին եւ իրենց ուսանողների համար դասախոսություններով հանդես գալ եւ իրենց կողմից այդ մեծ հետաքրքրությունը, որը ցուցաբերվեց տարածաշրջանի վերաբերյալ, մենք հասկացանք, որ իրականում դա նաև պետք է լինի փոխադարձ, նաև մեր կողմից պետք է նման աշխատանքներ նախաձեռնել եւ այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ մենք սկսել ենք։ Եվ քանի հոգի էին մասնակցում, քանի երկրից։ Առաջին դպրոցին, որին որ մասնակցել եմ, քաղաքագիտության դպրոցին, մասնակցում էին 4 երկրներից՝ Հայաստան, Ուկրաինա, Բելարուսիա եւ Ռուսաստան։ Իսկ արդեն տնտեսագիտության դպրոցին ավելի մեծ էր շրջանակը, այնտեղ մասնակցում էին 16 երկրներից պատվիրակություններ, սկսած Միացյալ Նահանգներից, աֆրիկյան պետություններ, ասիական եւ բնականաբար նաեւ եվրոպական պետությունների ներկայացուցիչներ կային։ Մասնակիցների քանակը բավականին մեծ էր, առաջին դպրոցի մոտ 100 հոգի, երկրորդ դպրոցին եւս մոտավորապես այդքան կային առանձին սեկցիաներ, որտեղ որ առանձին թեմաներ էր քննարկվում եւ ամենակարևորը լսարանը բավականին թե մասնակիցների կողմից, թե այդ միջոցառումի լուսաբանող լրագրողների կողմից ամենատարբեր թերթերում, լրատվամիջոցներում, որտեղ որ բավականին բուրըն արձագանք է եղել այդ միջոցառումների վերաբերյալ։ Նաեւ Վիտիկը հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին։ Իսկ կուզենայի նաեւ խոսել իմ մյուս առաքելության մասին, որի համար ես նաեւ գտնում եմ Դոնեցկում, այդ նպատակը այն էր, որ հանդիպումներ կայացան Դոնեցկի ազգային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Շևչենկոյի եւ բոլոր ռեկտոր Անդրեյ Կուչկոյի հետ, ու հանդիպման նպատակը հետեւյալն էր, որպեսզի նախ համագործակցության համար նախահիմքեր ստեղծվեն ապագայում Դոնեցկի ազգային համալսարանի եւ Արցախի պետական համալսարանի միջև համագործակցություն հաստատելու համար, ինչպես նաեւ քննարկվեցին մոտ ժամանակներս Երևանում կամ Ստեփանակերտում ծրագրավորման գավաթ կամ մրցույթ կազմակերպելու համար։ Դրանից բացի այդ շրջանակներում հանդիպումների շրջանակներում քննարկվել են նաև մագիստրոսական կուրսության շարունակումը կամ ասենք
խոսքը Արցախցի երևի մագիստրոսները, որպեսզի իրենց կուրսությունը շարունակեն Դոնեցկի ազգային համալսարանում, ինչպես նաև հայագիտության ձևավորման ու զարգացման միտված քայլերի ձեռնարկման հետ կապված։ Այդ շրջանակներում հանդիպում է եղել նաև Դոնեցկի ազգային համալսարանի երիտասարդ գիտնականների հետ, որոնց հետ ի թիվս այլ հարցերի, որոնց կանդրադառնամ, քննարկվել նաև այդ կայանալիք մրցույթի մանրամասները ու նաև այդ կազմակերպչական հարցերի հետ կապված նաև այդ տեղեկատվությունը փոխանցենք նաև Արցախ պետական համալսարանի ռեկտոր Տիկի Մինասյանին, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկենք այդ գավաթին Արցախի պետական համալսարանի մասնակցության հետ կապված երիտասարդ գիտնականների այդ խորհրդի անդամներից ասպիրանտներից մեկը Ալեքսեյ Բոդնյայի կողմից ցանկություն է հայտնել, որպեսզի քայլեր ձեռնարկվի Դոնեցկի ազգային համալսարանում հայագիտության արմատավորման հետ կապված։ Իսկ ավելի կոնկրետ ասեմ հետևյալը, օրինակ ասենք թե մագիստրոսական թեզերի աշխատանքների իրականացման ժամանակ եւ թե Այնպես կուրսային աշխատանքների ժամանակ, որպեսզի դասախոսների կողմից որպես թեմա ընտրվի նաև հայ իրականության, հայ պատմության հետ կապված թեմաներ, եւ մենք մեր հերթին խոստացել ենք, որպեսզի նմանատիպ նյութեր տրամադրենք նրանց ցանկության դեպքում։ Շատ լավ, իսկ հետաքրքիր է տեղի հայկական համայնքի հետ ծանոթացաք։ Առանձնապես կցանկանայի շնորհակալություն հայտնել Դոնեցկի ազգային համալսարանի երիտասարդ գիտնական Ինեսա Ավանեսովային, ով նաև արմատներով Արցախից է եւ ով բավականին մեծ աշխատանք է կատարում թե համալսարանում հայագիտության զարգացման, թե հայ ուսանողների առաջընթացի համար ծանոթություն, նաև համագործակցության մասին է խոսվել եւ Արցախի պետհամալսարանի հետ եւ ընդհանրապես մեր երիտասարդ գիտնականների հետ եւ կարծում եմ, որ այդ համագործակցությունը իրոք արդյունավետ է լինելու, որովհետեւ նա բավականին շահագրգռված է այդ համագործակցության զարգացման համար։ Իսկ հետաքրքիր է, հիմա էլ ակտիվ կապ եք պահպանում այդ։ Այո, այսինքն դպրոցից հետո մենք բավականին ակտիվ շփվում ենք իրար հետ եւ հեռախոսով եւ սոցիալական ցանցով։ Ցանկանալի նշել, որ Դոնեցկում գտնվելու այդ ժամանակահատվածում հանդիպում է եղել նաեւ Դոնեցկի հայ համայնքի ղեկավար Գագիկ Շավաշվիչի հետ, ուրեմն հետաքրքիրն է, որ բավական հայ համայնքը, Դոնեցկի հայ համայնքը բավականին հզոր, բավականին հայտի մարդկանցով, այսպես ասած, համալրված ու աշխույժ գործունեություն է ծավալում։ Ցանկանալի նշել նաև, որ Դոնեցկի ազգային համալսարանում սովորող ուսանողների եւ ոչ միայն այդ համալսարանում սովորող ուսանողներին հայ համայնքը օժանդակություն է ցուցաբերում հատկապես նրանց, ովքեր, ասենք, սոցիալական հանգամանքներից ելնելով հնարավորություն չունեն սովորելու ու նաեւ մի լավ նորություն եմ տեղեկացել այդ հանդիպման ընթացքում, որ Դոնեցկի հայկական համայնքը նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում այդտեղ միջազգային կապերի գծով պատասխանատու Ինեսա Ավանեսովային, որպեսզի այնտեղ հայ-ուկրաինական համագործակցության կենտրոն ստեղծեն ու ավելի այդ համագործակցությունը հայ-ուկրաինական համագործակցությունը մի փոքր ավելի աշխուժացնեն ու ավելի սերտացնեն։ Ձեռք բերված այդ գիտելիքները որքանով են կիրառելի տարբեր առաջադրանքներում։ Պետք է խոսել նաև համագործակցության մասին։ Օրինակ համագործակցության մասին խոսելուց նշեմ, որ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի Շուխովի անվան պետական տեխնոլոգիական համալսարանի պատասխանատու Անժելա Պեցիմկոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի մոտ ժամանակներս իրենց մոտ պետք է կայանա միջազգային գիտաժողով, որպեսզի հրավիրեն նաև արցախցի մասնակիցների, ինչպես նաև նրանց այդ պայմանավորվածություն կա համագործակցություն հաստատել։ Մեր հետաքրքրվածությունը այդ համալսարանի նկատմամբ պայմանավորված է հետևյալով։ Այդ համալսարանը առավել շատ ուղղված է, ուղղորդված է դեպի туриզմի ու տնտեսագիտական կողմնորոշումները ու քանի որ մենք գիտենք, որ Արցախը նպատակ ունի ու վաղուց այդ նպատակը կա, որպեսզի որպես տուրիստական երկիր հանդես գա նաև արտասահմանցիների մոտ, այդ ուղղությամբ կարծում եմ գործնական քայլեր հնարավոր կլինի ձեռնարկել։ Գիտեք ինչ, հետո ես նաև մի շատ կարևոր հանգամանք կուզեի այս հարցում կարևորել։ Նախ պետք է ասենք այն, որ նշենք այն, որ մինչ այսօր կարծես թե միայն մեզ թվում էր, թե միայն մենք ունենք հրավիրված մասնագետների կարիք։
Եվ այս այցը մեզ համոզեց այն բանում, որ նաև մենք կարող ենք այնտեղ հանդես գալ եւ մենք ունենք ասելիք նրանց հաղորդելու համար եւ ամենակարևորը այդ ասելիքը նաև նրանց համար հետաքրքիր էր։ Բացի դրանից իհարկե շփումները ամենատարբեր այդ մանավանդ այդպիսի շրջանակների հետ միշտ էլ որոշակի զարգացման, չեմ վախենում այդ բառը ասել, հնարավորություն է տալիս։ Եվ այն դասախոսները, որ մենք կարդում ենք Արցախի պետական համալսարանում, բնականաբար այդ շփումներից ավելի է հարստանում, որովհետև բացի կարդալուց, բացի այսպես ասած հետաքրքրվելուց նաև դու անձամբ ես այդ ամեն ինչին տեսնում, ծանոթանում, շփվում եւ ինչու՞ չէ հետագայում նաև մեր այդ կապերը, որ մենք ստեղծում ենք, պահում ենք, դրա միջոցով նաև կարողանում ենք ավելի նոր կամ ավելի ճիշտ գիտական ամենավերջին նորություններին ծանոթ լինել։ Իսկ դա դասախոսի համար, հատկապես երիտասարդ դասախոսի համար շատ կարևոր է։ Դուք երկուսդ էլ փաստորեն ծանոթացաք դասընթացների վարման այդ մեթոդներին, քանի որ երկուսդ էլ դասավանդում եք Արցախի պետական համալսարանում, ձեզ շատ էր տարբերվում, ասենք, Արցախի պետական համալսարանում դասավանդվող այդ մեթոդաբանությունից, այնտեղ անցկացվող այդ։ Հավանաբար պետք է ասել, որ օրինակ մեր համալսարանում դասախոսությունների հիմնական ձևը, ասենք դա բանավոր դասախոսություն է, ուսանողների կամ մագիստրոսների կողմից գրառումներ կատարելով կամ ասենք թելադրման միջոցով, սակայն ներկայումս, ասենք, եթե ծանոթանում ենք այլ երկրների կամ այլ բուհերի այդ դասավանդման մեթոդիկան, ամենաառաջնային պլան է մղում այդ սլայդերի միջոցով դասախոսությունների կարդում, որովհետև այդպես ավելի տեսողական հիշողությունը, եթե այն ուսանողների կամ մագիստրոսների մոտ դա ավելի է զարգացած, ավելի հեշտ է ընկալվում, ավելի լավ է տպավորվում ու ներկայումս ավելի ընդունված տարբերակը դա է, ինչի մենք ականատես եղանք նաև այդ ամառային դպրոցի շրջանակներում։ Ասենք զուտ փորձի փոխանակման առումով հավանաբար դա է, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ եթե այնտեղ հնարավորությունը դա կար, մեծ լսարան կար, ապա Արցախի պետական համալսարանում պարզ է, որ ոչ բոլոր լսարաններն են, որոնք այդպիսի հագեցվածություն են ու հնարավոր է բոլոր դասախոսությունները այդ նույն մեթոդով վայել, բայց կարծում եմ ապագայում դա ապագայի խնդիր։ Որոշ, ասենք, մեթոդներ կարող ենք իհարկե, ասենք, փորձի փոխանակման շրջանակներում դա կիրառել, ուղղակի սա զուտ համալսարանի հնարավորությունների հարց է, ասենք, եթե արտասահմանյան բուհերը այդ շքեղությունը, այդ հնարավորությունը ունեն, կարող են իրենց թույլ տալ, Արցախի պետական համալսարանը կամ ասենք Արցախը կարծում եմ առաջիկա անելիքներից մեկը միգուցե հնարավոր լինի դա, թեկուզ ասենք սակավաթիվ լսարանների առկայության տեսքով։ Բացի դրանից ինձ համար ամենակարևոր մեթոդը, որ եւ հաճելի էր տեսնելը եւ ինչու՞ չէ սովորելը, դա այն է, որ մինչ այդ փաստորեն մեզ մոտ լսարանում ավելի մեծ գործուներ անելու դասախոսը, մենք այդպես էինք սովոր։ Մենք տեսանք, որ լսարանում ավելի մեծ գործ պետք է անի ուսանողը։ Դա շատ կարևոր մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ուսանողին գիտելիքներին ավելի խորը եւ համապարփակ տիրապետելու, այսինքն դասախոսը լսարանում ուղղակի ուղենշում է, թե ինչպես աշխատել, ուղղություններ է տալիս եւ բնականաբար դասախոսությունը, այդ ամբողջ դասապրոցեսը դառնում է նաև դեբատների, քննարկումների մի լսարան տարբեր թեմաների շուրջ կամ կոնկրետ ընտրված թեմայի շուրջ, եթե ավելի կոնկրետ խոսելու լինենք, եւ դա հնարավորություն է տալիս ուսանողներին ավելի զարգանալու եւ ավելի մեծ գիտելիքներ ձեռք բերելու, ինչը արդեն կիրառում ենք մեր համալսարանում։ Ընդհանրապես ամառային դպրոցները ունենում են նաև զուտ ժամանցային միջոցառումների նաև մասնակցություն, էքսկուրսիաներ, տեսարժան վայրերի այցելություն եւ այլն, նման այն վայրը, այն քաղաքը, որտեղ որ կազմակերպվել էին ամառային դպրոցները, նման հնարավորություններ նախ տալիս էր, բնականաբար նաև այդ հանգամանքները հաշվի առնել, այսինքն պատմական վայրեր կային, որտեղ էքսկուրսիաներ էին կազմակերպվում, բացի դրանից, բացի դասընթացներից, այսինքն կոնկրետ այն համալիրներն, որտեղ որ այդ ամեն ինչը կազմակերպվում էր, կար նաև ժամանցի համար ամենատարբեր միջոցառումների հնարավորություններ, որտեղ կազմակերպվում էր եւ ասենք օրվա
այդ աշխատանքներից հետո կարելի էր նաև լիցքաթափվել։ Սվետոգորսկի տեսարժան վայրերից կցանկանայի նշել մասնավորապես Անթեյ քարանձավը, որտեղ մենք եղել ենք, ուրեմն մի փոքր պատմեմ այդ Անթեյ քարանձավի մասին, դա մի հոգևորական 17 տարվա ընթացքում փորել է այդ քարանձավը ու ինքը կավճից է այդ նյութը ու պատմում են ըստ այսինք տեղեկություններ պատմում են որ 17 տարվա ընթացքում նա լույս աշխարհ դուրս չի եկել մենակ այդտեղ աշխատել է ու նրան հաց եւ ջուր տվել են վերևից անցք կարբացված հատուկ այդ նպատակով դրա միջոցով բացի այդ ասենք այդ տեսարժան վայրերից եղել ենք նաեւ հայտնի զորավարկա Արտյոմ նրա այդ արձանի մոտակայքում, ինչպես նաև 600 տարվա կաղնու մոտ, ուղղակի այստեղ մի փոքր երևի համեմատություն կատարենք, օրինակ մենք երբ խոսում ենք Սվետոգորսկի այդ բնակիչների հետ կամ ուկրաինացիներ, նրանք հպարտանում են, որ 600 տարվա կաղնի ունեն։ Ու նրանց այս շփման ընթացքում ես նշել եմ, որ մենք Արցախում ունենք 2000-ից ավելի տարիք ունեցող այդ տնջրի ծառը։ Կա նրանց հետ պայմանավորվածություն, որ նմանատիպ Ղարաբաղում կազմակերպել եք, Ստեփանագերդում կազմակերպել եք միջոցառում նաև նրանց հրավիրենք ու հուսով եմ, որ դա մոտ ժամանակներով հնարավոր կլինի ու նաև դա շարունակական բնույթ պետք է կրի։ Դու նրանց մոտ կա այսպիսի մի հետաքրքիր սովորություն, որ եկեղեցական որոշ համալիրներ պահպանում են ատամանների կողմից հանդիպում եղավ նաև այդպես ասած ատամանների խմբի հետ, ովքեր որ վերահսկում էին եկեղեցիները, իհարկե նաև նրանց հետ ծանոթացանք, խոսեցինք ու նրանց մոտ բավականին այսպես ասած աշխուժ տրամադրություն ստացեց, երբ իմացան, որ հայեր ենք, հատկապես Արցախից, նշելով, որ ժամանակին Արցախյան պատերազմի ժամանակ նաև իրենք անդամներն մասնակցություն ունեցել եւ միշտ պատրաստ են Աստված միանացե թե պատրաստունի նորից մասնակցելու։ Ամառային դպրոցները փաստորեն ունեն հսկայական ճանաչողական ֆունկցիա, այսինքն դու երբեք տվյալ երկրի մասին նման պատկերացում, ամբողջական պատկերացում չես կարող կազմել, եթե այցելես երկիր որպես զբոսաշրջիկ, այո։ Աստեղ գիտեք, մի հատ կարևոր հանգաման կա, որ այդ ամառային դպրոցի բացման հենց առաջին օրը տեղի ունեցել Global Village միջոցառումը, այսինքն մեկ գյուղ յուրաքանչյուր երկիր իր մասնակիցներով հանդերձ ներկայացնում է իր երկրի առանձնահատկությունները ու այն ամենը, ինչով նա կարող է ներկայանալի լինի մյուս երկրներին, իհարկե առաջին պլան է մղում այստեղ, ասենք կոնյակը, թեթևողին եւ այլ մյուս պարագաները, ուտելիքները եւ այլն, ու դրանից այո, անպայման մեզ հետ դրանք մեր ձեռքի տակ կար, ու դրանից բացի մենք մեզ հետ նաեւ Դոնեցկ գնալուց տուրիզմի վարչությունից վերցրել ենք նաեւ բուկլետներ, որոնք պատմում են Արցախի տեսարժան վայրերի մասին ու յուրաքանչյուր երկիր իր ներկայացման օրը ունի նաեւ այդ շրջանակներում նաեւ բացի այդ կոնյակը, թեթևողին եւ այլն, դրանց կողքին դրված է նաեւ այդ բուկլետները ու պետք է ասել, որ դրանցից ոչ մի օրինակ չի մնացել, բոլորը հետաքրքրված են եղել ու մենք պատմել ենք, ասենք, ինչպես Տիգրանակերտի այդ հնության կարևորության մասին, այնպես էլ Շուշիի եւ նաեւ Շուշի Գանձասարի մասին, որոնք ասենք հին պատմություն ունեն ու Ղարաբաղի ամենից կարևոր տեսարժան վայրերից մեկն են հանդիսանում ու նրանց կողմից հետաքրքրվածությունը կա նմանատիպ երկրներ, այդ թվում նաև Արցախ ժամանելու ու նաև հետաքրքրվելու համար ու հուսով ենք նաև մոտ ապագայում կսպասենք նրանց։ Բացի բուկլետներից նշեմ նաև, որ դպրոցի շրջանակներում ցուցադրվել է նաև ֆիլմ Հայաստանի եւ Արցախի մասին եւ մեր պատվիրակությանը, այսպես հայկական պատվիրակությունը կազմած էր 3 հոգուց, այսինքն 2 հոգի Արցախից եւ 1 հոգի Երևանից եւ կարծում եմ, որ մենք կարողացել ենք ստարժանավույն ներկայացնել մեր երկիրը։ Այնուամենայնիվ ամառային դպրոցի կարևորագույն արժանիքն ու առանձնահատկությունը ո՞րն է։ Կարծում եմ, որ կարևորագույն արժանիքը բացի
մասնակցությունից, նոր գիտելիքներ ստանալուց, համագործակցությունից եւ այլն պետք է նաեւ այդ կապը պահպանել անպայմանորեն ու նաեւ այստեղ ոչ միայն նաեւ կարեւոր է այնտեղ լեզվի իմացության հարցը ու կատարելագործման օրինակ ասենք թե ռուսերեն եւ թե անգլերեն լեզուները, որոնք այնտեղ աշխատանքային լեզուներ են համարվում ու միջև գնալու ու գնալուց վերադառնալուց արդեն եթե համեմատում ես բավականին տարբերություն կա ու դրանից զատ նման միջոցառումների մասնակցությունը պետք է պայմանավորել հետեւյալ կարևոր հանգամանքներով նախ դու ինքդ գիտելիքներ ստանաս փորձի փոխանակման ինչպես նաեւ հմտություններ կարողություններ ձեռք բերես հաջորդը օրինակ Արցախի եւ Արցախի պետական համալսարանը ըստ արժանվույն ներկայացնես փորձես միջոցներ ձեռնարկել որպեսզի համագործակցություն հաստատվի մյուս երկրների համապատասխան համալսարանների հետ ու պարարտ հող ստեղծես մյուս մասնակիցների, այսինքն եթե հաջորդ տարի մենք չկարողանանք մասնակցել, մեծ սիրով կուզենանք, որպեսզի մեր նպաստը բերենք, որպեսզի մյուս մեր արցախցի գործընկերները կարողանան մասնակցել։ Ցանկանայի ավելացնել մի բան եւ ամառային դպրոցները եւ ընդհանրապես ցանկացած միջազգային մակարդակի կազմակերպած միջոցառում, որին որ հնարավորություն ենք ունենում մասնակցել, մեզ համար ճիշտ ասած որոշ առումով տարբերվում է նպատակը մյուս մասնակիցներից, այսինքն մյուս երկրների մասնակիցներից, քանի որ եթե մյուս երկրների մասնակիցները ներկայանում են, ներկայացնում են պարզապես թեման, որին համար որ ժամանել են մենք հաշվի առնելով որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք որ հաճախ խանգարում են, նաև պարտավորված ենք զգում մեր երկիրը ներկայացնելու մյուսներին, ծանոթացնելու եւ այս առումով կարծում եմ նաև կարևոր են այդ միջոցառումները, այդ հանդիպումների մասնակցությունը։ Այո, ինչպես տեսնում ենք, դուք ամառային դպրոցի մասնակիցները բավականին ոգևորված եք, տպավորված եք, ամեն ինչ լավ էր կազմակերպված, լավ ընկերներ ձեռք բերեցիք եւ մնայուն գիտելիքներ։ Դասընթացներն ավարտված են, դուք արդեն Արցախում եք, կցանկանայիք նորից մասնակցել նման միջոցառումների, նման նախաձեռնությունների։ Իհարկե, մենք նման միջոցառումների մասնակցության ցանկություն առաջին հերթին կարևորում ենք, ինչպես արդեն նշեցի, այդ հանգամանքով, երկրորդը դա միայն նպաստում է մարդու զարգացմանը եւ ասեմ ավելին, ինչպես արդեն Ավետիքը նշեց, կան որոշ հրավերներ առաջիկայում տարբեր երկրներում ու տարբեր համալսարաններում կրկին մասնակցելու եւ կրկին ամենակարևորը Արցախը ներկայացնելու։ Իհարկե նմանատիպ միջոցառումների մասնակցելու ապագայում մոտ ժամանակներս մասնակցելու հեռանկարներ արդեն կան ու հատկապես օրինակ նշեմ Վրաստանի պատվիրակության անդամի հետ կար պայմանավորվածություն իրավական բնույթի այնտեղ գիտաժողով պետք է կազմակերպվի մասնակցելու համար, ինչպես նաև տնտեսագիտական եւ իրավական բնույթի գիտաժողով պետք է կազմակերպվի նաև իմ նշած այդ Ռուսաստան Բելգրադ քաղաքում Աչուխովի համալսարանում ու ասենք եթե հնարավորություն լինի, ասենք թե ժամանակի եւ մյուս բոլոր պայմանների միաժամանակի արկայության պարագայում հավանաբար նույնպես կարողանանք մասնակցել։ Նաև ամեն դեպքում արտասահման մեկնելու հնարավորությունները սահմանափակ են եւ շատ լավ կլինի, որպեսզի մեզանում նույնպես կազմակերպվեն նման միջոցառումներ։ Ու ամենից կարևոր շեշտադրումը ես կցանկանայի անել հետեւյալ ամառային դպրոցը ինքը կազմակերպում է Դոնեցկի ազգային համալսարանը, սակայն վայրը, որտեղ անց է կացվում արդեն 17-րդ տարին, դա Սվյատոգորսկ քաղաքն է։ Այսինքն այդ նրանց կուրորտային, ասենք թե կուրորտային քաղաքը, այնտեղ որտեղ տուրիստներ հաճախ են գալիս։ Ու կարծում եմ մոտ ապագայի էլի գործողություն է, որ Արցախում նմանատիպ միջոցառումների հնարավորություն եթե ընձեռվի կազմակերպելու, այնպիսի մի քաղաք պետք է ընտրվի կամ այնպիսի մի բնակավայր, որը իրոք այդ զբոսաշրջիկներին դեպի իրենց ձգի, հատկապես նրանք գնում են իրենց երկրում, իրենց քաղաքում, իրենց ընտանիքում կիսում ու կարծում եմ ինչ որ վարակիչ նաև կլինի մյուսների համար։ Ու ամենակարևորը չնայած Ադրբեջանը այսօր բավականին ակտիվ այսպես կերպով փորձում է համալրել իր սև ցուցակը, ասեմ որ այդ մասնակիցների հետ, որոնց հետ մենք մասնակցել ենք, ծանոթացել ենք, նաև ինչու՞ չէ շատ ջերմ հարաբերություններ են հաստատվել, նրանք պատրաստ են այդ ամեն ինչը անտեսել ու Արցախ գալ եւ առաջիկայում հնարավորության դեպքում մենք պատրաստ ենք
Արցախում եւս նմանատիպ միջոցառում կազմակերպել եւ հրավիրել բոլոր այդ մասնակիցներին, որոնց հետ մենք մասնակցել ենք այդ դպրոցների։ Դե ինչ հարգելի հյուրեր, շատ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, շատ հաճելի էր լսել ձեզ։ Շնորհակալություն, վերջում նաև շնորհակալություն հայտնենք մեր նկարահանումներին աջակցելու համար մեր գործընկերոջը Viaggio ռեստորանային համալիրին։ Ազատ անկյուններ եթերում կհանդիպենք։